Տիկին Հակոբյան վերջին շրջանում բարբերաբար ընդդիմադիր դաշտը հատկապես պատիվ ունեմ խմբակցությունը խոսում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին, իմպիչմենտի գործընթացի մասին։ Երեկ էլ տեսանք, որ Էդգար Ղազարյանն էր եկել ազգային ժողով, բոլոր падգամավորներին նամակ ուղեց։ Նախ ընդհանուր առմամբ նաև դրա մասին Գալստանյանը խոսեց, որ գնալու են նման քայլի ու բարբերաբար այդ իմպիչմենտի հարցը առաջ է քաշվում ու քննարկվում է։ Ընդդիմությունը ինչ հիմքեր ունի, այսպես ասած, այդ գործընթացի մասին խոսելու եւ արդյոք վստահություն ունի, որ կարող է հասնել իմպիչմենտի գործընթացին եւ այդ իմաստով մտավախություն ունի օրվա իշխանությունը։ Ընտրությունից անմիջապես հետո 21 թվականին դեռևս Հայաստան դաշինքը խոսեց իմպիչմենտի մասին, տենց իրանց առաջին այդ ակցիաները, անունները չեմ հիշում, ակցիաներից հերթականի ժամանակ ասացին, որ իմպիչմենտի գործընթաց պետք է սկսեն, բայց 21 թվականից անցել է 4 տարի, հիմա 2025 թվականն է, արդյոք կարող եք հիշել իմպիչմենտի մեկ գործընթաց սկսված, չկա նման բան, եթե այդ օրակարգը կա, եթե տեսնում են, որ հնարավոր է իմպիչմենտի գործընթաց սկսել, եթե կա այդ օրակարգը, ուր է իմպիչմենտը։ Անցած տարի այդքան ուրեմն պրեսինգից հետո արտախորհրդանական ուժերի կամ եւ այլն սրբազանի շարժման ժամանակ էր Հայաստան դաշինքը եկավ եւ իմպիչմենտի փոխարեն հայտարարության տեքստ բերեց։ Հա փորձեց տենց խաբել։ Ինչու՞։ Որտեվ չկա այդ օրակարգը, հո զորով չկա, չի լինելու իմպիչմենտ, որտեվ մեծամասնությունը չի ուզում վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկի։ Եվ վերջ։ Այդ դեպքում այս խոսույթը ում է պետք, ինչի համար է պետք, ինչու է գեներացվում եւ ինչ խնդիր են լուծում նաեւ այս խոսույթով, որ բարբերաբար, այսպես ասած, հասնում են վարչապետի հրաժարականին կամ իմպիչմենտի գործընթացից են խոսում, ում է պետք սա եւ ինչ խնդիր են լուծում սրանով։ Ով է Էդգար Ղազարյանը, ով է Նարեկ Մալյանը, եթե փորձեք հիշել, նրանց անմիջապես հիշում եք հանրապետականների ուրեմն շարքերում, նաև մինչ դա նա եղել է նաև դեսպան, մարզպետ հանրապետականների իշխանության ժամանակ մինչ 18 թվականը, Նարեկ Մալյանը եւս ունեցել է բարձր պաշտոններ եւ այս մարդիկ շատ ուղիղ փոխկապակցված են խորհրդարանական ընդդիմության հետ։ Ուրեմն եւ այս մարդիկ գիտեն, չէ, որ անհնար է, որ իմպիչմենտի թուղթը բերեն եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից 20 падգամավոր, գոնե 1 падգամավոր ստորագրի այդ թուղթը, ինչ եմ ասում 20, որտեղ նրանց պետք է հավելյալ 20 падգամավորի քվեարկություն հաջողությամբ պսակելու համար իրենց ուրեմն այս ծրագիրը։ Անհնար է, իրանք էլ գիտեն, որ անհնար է։ Ուրեմն ինչու է պետք բերել ուղիղ եթերներով իրանց սպասարկող բոլոր լրատվականների ուղիղ եթերներով բերել եւ նամակներ ուղարկել եւ փորձել նաեւ կոշտ խոսակցություններ ունենալ եւ քննադատական խոսք ասել հենց ընդդիմադիր падգամավորների հասցեին։ Շատ պարզ պատճառով, որովհետև տեսան, որ Գյումրիում փորձելով առանձնացնել իրենց Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, որոշակի այդ խայծը կուլ են տալիս այն քաղաքացիները, որոնք այդքան էլ քաղաքականացված չեն, եւ իրենք որոշակի քվեներ են ունենում։ Հիմա այս մարդիկ ընտրությունից 1 տարի առաջ փորձում են այս նույն սցենարը Հայաստանի ամբողջ համար գործարկել եւ այսօրվանից եւ արդեն ես դες ասեմ այսօրվանից չէ, արդեն եւ 1 ամիս է, 2 ամիս է, իրանց փորձում են զատել նախկին նախագահներից եւ առանձին խախալ եւ սա հենց առանձին խախալու քայլեր է, գիտեն որ սա տապալվելու է, բայց իրանք ունենալու են ինչ որ թուղթ, հաղթաթուղթ իրանց ձեռքը, որ մենք սա արեցինք, բայց տեսեք, մենք ուրեմն դեմ ենք նաեւ նախկին նախագահներին, որտեւ իրանց միջոցով չարեցինք եւ այլն եւ սենց մանկական խաղը եւ հերթական կրկեսն է, այսքանը կարամ ասեմ, բայց ուզում եմ նաեւ մենք գիտեք ինչ նոր մտածեցի, որ ինչքան վիրավորական պետք է լինի օրինակ դաշնակցական կամ հանրապետական դեմքերի համար ընդունել, որ դու այնքան ապականված է քո անունը, քո կուսակցության, որ անգամ քաղաքական հայտ ներկայացնելուց ռազմավարական առումով ձեռնտու է չլինել աֆիլիացված քո կուսակցության հետ։ Հասկանում եք, սա ինչքան վիրավորական պետք է լինի։ Ոչ թե հպարտորեն քո կուսակցության անունը արտաբերես, այլ ամաչես եւ փորձես այնպիսի PR քայլեր անել, որ չասոցացվես տվյալ կուսակցությունների հետ կամ տվյալ նախագահների հետ։ Սա իրականում շատ վիրավորական է, բայց հիմա այդ է։ Իդեպ մի բան առաջին իրանց այդ
նոր հիշեցի այդ շարժումները 21 թվականին չէ Իշխան Սաղաթելյանն էր իրենց ուրեմն լիդերը հասկացան որ չէ սա ընդհանրապես չի կարող հաջողություն ունենալ իրենց կուսակցական ուրեմն պաշտոնյան հետո ինչպես Ռոբերտ Քոչարյանն ասաց մտածեցին որ պետք է ոչ քաղաքական կերպար լինի լավ կլինի հոգևորական տենց բերեցին Բագրատ Ինգալստանյան այդ մարդուն էլ ընդեղ փչացրեցին հետո հիմա հասկացան որ Բագրատ Սրբազանի ոչ քաղաքական կերպարը խանգարում է քաղաքական process գեներացնել, որովհետև քաղաքականությունից հասկացող մարդիկ հասկանում են, որ սա լուրջ չէ։ Հա լավ, եկենք աղոթենք, բան իրար այդ բարի բաներից խոսենք, եթե այդպես ստացվում է մեկ-մեկ, բայց այս մարդը քաղաքական չէ։ Հիմա հասկացան, որ քաղաքական մարդ է պետք, բայց ոչ ուղիղ կուսակցական կամ ոչ ուղիղ իրենց падգամավորներից եւ այլն։ Եվ հիմա այս սցենարն են գործարկում, բայց մենք նաև պարտավորություն ունենք կարծում եմ մեր ժողովրդին բացատրել ինչ է իրականում պատրաստում այս հավաքական ընդդիմությունը 1 տարի հետո իրականացնել։ Ինչ է պատրաստվում հավաքական ընդդիմությունը 1 տարի հետո իրականացնել։ Եկեք մի քիչ ճակերտները բացենք Տիկին Հակոբյան եւ նաեւ դուք նշեցիք, որ սա կրկես է խաղ է, բայց արդյոք մտավախություն չկա, որ նույն կրկեսը կամ խաղը կարող է հաջողել, որովհետեւ մենք տեսանք Գյումրիում ինչ տեղի ունեցավ եւ իրենք էլ հաղթանակ են նշում։ Ի տարբերություն ամբողջ Հայաստանի, հա, Գյումրիում մի քիչ սպეციფիկ էր իրավիճակը, որտեղ այնտեղ այդ սոցիալ տնտեսական անձնական կապերը շատ մեծ նշանակություն ունեն, ինչը չես կարող ասել, ենթադրենք, չգիտեմ, Երևանի մասին, ենթադրենք Վանաձորի մասին, ենթադրենք, չգիտեմ, Վայքի մասին եւ այլն։ Եվ այս սպეციფիկան ապահովեց նաեւ, որ իրականում տվյալ տեխնացուին կամ առանձին որոշ տեխնացուների մարդիկ ձայն տան, որովհետև ասեմ անձնական կապեր կան, տարբեր ոչ նորմալ հայ ենթամշակույթի տարեր կան, ինչի մասին չեմ կարող ինձ թույլ տալ խոսել եւ այլն։ Եվ դրա համար այնտեղ այն էլ տեսակ չէ ոնց ստացվեց։ Ավականի անցած 4 խմբակցությունները ստիպված համախմբվեցին անգամ անձնական թշնամանքի վրայով անցան եւ 2 ձայնի ողորմություն էլ եղավ Մարտուն Գրիգորյանի գործուն աջակցությամբ եւ ստացվեց դարձնել Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Այնպես չի որ այնտեղ հաջողվեց ուզում եմ ասել։ Հա, ինչ որ հիմա քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է, բայց արդյոք Ավականիում կարողանալու է Ավականին աշխատել նման կերպ։ Ամենամեծ խմբակցությունն ունի քաղաքացիական պայմանագիր է եւ անգամ երբ որ երթման արարողությանը չեն գնում այդ դաշնակից խմբակցության անդամները, հա, բոյկոտում են։ Պարզը չէ որ հետո որոշումներ ընդունելուց այդ աջակցությունը չի լինելու եւ մարդիկ նաեւ հստակ հայտարարեցին որ մենք ուղղակի ապահովում ենք որ չդառնա ԿՊ քաղաքապետ եւ վերջ բայց լինելու է կոլապս եւ ստիպված պետք է գնալ օրենքով սահմանված ճանապարհով եւ կոլապսից դուրս բերել համայնքը եւ քաղաքացիների համար ապահովել նորմալ կյանք իրենց քաղաքում։ Բայց Հայաստանի դեպքում ամբողջ Հայաստանի դեպքում այս սցենարը ես հավանական չեմ համարում արդեն նշածս պատճառներով, բայց որ էլի փորձելու են իրարից զատվեն, իբր չասոցացվեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, սա ակնհայտ է եւ մենք արդեն դրա սերմերը տեսնում ենք, ինչպես օրինակ 3 տեսանք ավելի ուղիղ Եվ հետո իհարկե այն ուժերը, որոնք որոշակի կհաջողեն, նրանք կհամախմբվեն եւ բնականաբար կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին կդարձնեն լիդեր իրանց շուրջ կհամախմբվեն։ Այս էլ արդեն իրենց պայմանավորվածության հարց է, իդեպ սրա մասին նաև իրենք խոսում են, որ իրենք իրար հետ ունեն հստակ տարաձայնություններ, երեք Ռոբերտ Քոչարյանն էր ասում, եւ անձնական հարաբերություններում, եւ տեսակետների եւ այլնի հետ կապված մոտեցումների, բայց որ կարող են համախմբվել, նա ասում էր այո։ Այս ասպասվում մեր քաղաքացիներին եւ մեծ հաշվով էլի ընտրելու մեծ բան չկա։
Սերժ Սարգսյանն էլ օրերս հայտարարեց, որ ամեն դեպքում իրենց օրակարգից հետ չեն կանգնել եւ ունեն ծրագիր, ինչը չի հրապարակայնացնի, եւ նաեւ падգամավորներից Թագուհի Թովմասյանը խոսեց այդ մասին օրակարգի մասին ու հարցին թե բա ինչու հիմա իմպիչմենտի մասին այդքան խոսում եք եւ գործընթաց չեք նախաձեռնում, ասում է դե որովհետեւ մենք չունենք վարչապետի տեխնացու։ Ամբողջ ընդդիմությունը հավաքական, որը պարբերաբար պայքարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, չունեն վարչապետի տեխնացու, ստացվում է։ Ունեն է վարչապետի տեխնացու։ Ուղղակի իրանց դիվիդենդներ չի բերելու այդ տեխնատուի անունը հրապարակել, հասկանում եք։ Ասենք որ ասին, այո, ունենք Ռոբերտ Քոչարյանն է մեր տեխնացուն։ Սա իրենց դիվիդենդները ավելացնելու, ուժեղացնելու է իրեն։ Բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ, դրա համար ինչքան ուժ, ինչքան ստիպված, ինչքան տենց, այնքան իրենց ձեռնտու է։ Դա իրենք այս պահին չունեն, եւ գիտեն, որ չկա, ախր չի լինելու այդ իմպիչմենտը։ Ինչի ընտրությունից մի տարի առաջ ասեն, որ այո, մեր լիդերը, ասենք Սերժ Սարգսյանն է։ Ինչի ասեն նման բան։ Մի տարի առաջ։ Այնակ թողեն մյուս տարի ամենավերջին ժամկետով կասեն ստիպված, քանի որ նման իրավիճակ է, երկիրը փրկելու կարիք կա, մենք հայրենասերներս դոշ ծեզելով գալիս ենք փրկենք մեր ժողովրդին, մոտավորապես այս տեքստերով, էլի կբերեն այդ երկու մարդկանցից մեկին իբրև լիդեր, ամեն մեկը հա իր լիդերին, հետո ամենաշատ լիդերի շուրջ համախմբելու ուրեմն պայմանավորվածությամբ կբերեն։ Հիմա ոնց հայտարարեն դրա մասին։ Հետաքրքիր է, որ հրապարակ թերթն էլ օրերս գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով եղել է Մոսկվայում, որովհետև Մոսկվան, այսպես ասած, Հայաստանում հնարավորություններ է տեսնում եւ Հայաստանը իր համար շատ կարեւոր է շարունակում մնալ։ Մոսկվայում հենց իրենց հոդվածում այդպես էլ գրվում է, որ Մոսկվայում վերապահումներ կան միայն Սերժ Սարգսյանի հետ, մնացած բոլոր ուժերը եւ անհատները, որոնք ընդունելի են Կրեմլի կողմից, եղել են այնտեղ, Կրեմլը իր աջակցությունն է հայտնել, ասել է, որ պայքարեք, շարունակեք, ով ավելի շատ մեծ դիվիդենդներ ունենա, մենք նրա կողքին կլինենք։ Մենք էլի դրսևորումներ, ուրեմն պաշտոնական Մոսկվայի աջակցության որևէ քաղաքական ուժի, էլի դրսևորումներ տեսել ենք, բայց սա ծայրաստիճան անընդունելի խոսակցություն է սուվերեն երկրի մասին, հասկանում եք, ինչ որ մի այլ երկրի ղեկավարություն աջակցում է ինչ որ մի տեխնացուի, որ այդ տեխնացուն դառնա երկրորդ երկրում ղեկավար։ Սա նշանակում է դրածո լինել ինչ որ երկրի այսինչ երկրում, դա արդեն սուվերենության մասին չի խոսում, չի կարող լինել երկիրը սուվերեն, եթե իր երկրի ղեկավարության մասով որոշում եւ աջակցություն է գործում ցույց տալիս մեկ այլ գերտերության ղեկավար։ Ասենք, նահանգապետ չես ընտրում մի հատ աջակցություն ցույց, ասենք, պետքա Գյումրի քաղաքապետին էին աջակցություն ցույց տալիս։ Հայաստանում ոնց կարող է այլ երկրի ղեկավարը աջակցություն ցույց տա։ Եվ այս խոսակցությունը ախր մենք անգամ, ասեք, դուք լրագրող եք եւ շատ լավ լրագրող եք, բայց հարցի անգամ ձևակերպման մեջ մենք չենք խորանում, որ դա ինչքան վտանգավոր է Հայաստանի պետականության, ինքնիշխանության մասով։ Սա ահավոր վտանգավոր է եւ նման հոդվածները ես չեմ կարդացել, դա ենթադրում եմ Ռոբերտ Քոչարյանի ինչ որ մի հատ հոդված է իրանց աֆիլիացված լրատվամիջոցների, սրա մասին անգամ չեն կաշկանդվում հրապարակումներ անել, մտածելով, որ եթե ունեն ինչ-որ երկրի գերտերության ղեկավարի աջակցություն, դա ժողովրդի համար լավ է ընկալվելու, դա չի կարող լավ ընկալվել։ Ուզում է ԱՄՆ-ի նախագահի աջակցությունը լինի, ուզում է Ֆրանսիայի նախագահի աջակցությունը լինի, ուզում է Ռուսաստանի նախագահ, ում ուզում է լինի։ Դա չի խոսում մեր ինքնիշխանության մասին, իսկ ամենամեծ արժեքը մեր պետականությունն է, ինքնիշխանությունն է իր բոլոր դրսևորումներով, հատկապես իշխանության ձևավորման հարցում, ընտրությունների մասնակցություն ունենալու հարցում պետք է ծայրահեղ զերծ մնալ ցանկացած կենտրոնի աջակցությունից, գործուն միջամտությունից։ Պետք է ինչ որ երկիր առնչվի մյուս երկրի հետ, երբ որ արդեն ղեկավարեն եւ ըստ իրենց պաշտոնի առնչվեն եւ վերջ։ Տիկին Հակոբյան, օրերս Ռոբերտ Քոչարյանը ուսանողների հետ հանդիպում էր ունեցել ու հանդիպման ժամանակ տարբեր հարցերի մասին էր խոսել, մասնավորապես ասել էր, որ տարիներ կառուցված անվտանգային համակարգը հնարավոր է 1-2 տարում քանդել եւ օրվա իշխանությանն էր մեղադրել դրանում։ Նախ հարցս երևի թե ինչու եք քանդել տարիներ շարունակ ստեղծված անվտանգային համակարգը եւ նաեւ շատ հստակ հայտարարեց, որ օրվա իշխանությունն է հրահրել 44-օրյա պատերազմը անպագորգոր հայտարարություններով եւ բանակցային process-ը ձախողելով։
Նաև այս մասով ինչպես կհակադարձեք ու նաև մեղադրեց օրվա իշխանություններին Ռուսաստանին խաղից դուրս թողնելու եւ միջնորդի աթոռը նրանց տակից հանելու մեջ եւ ասաց հենց դրա համար էլ եղավ այնինչ տեղի ունեցավ Ռուսաստանի նման պետության հետ պետք չէր այդպես վարվել եւ պատասխանը եղավ դա։ Համաձայն եք նրա հետ, որ օրվա իշխանությունն է նախահրահրել պատերազմը։ Դրան վերջում անդրադառնամ սկզբից կա, ինչ վերաբերում է անվտանգության քանդման եւ այլնի մասին եղած։ Ուրեմն տասնյակ տարիներով մեր անվտանգությունը եղել է այն եւ սրա մասին ես բանակում չեմ ծառայել բնականաբար եւ ոչ է զինվորական եմ, բայց մեզ լսող մարդիկ կամ ունեն ընտանիքի անդամներ, չէ, որ ծառայել են բանակում, կամ հենց իրենք են ծառայել տղամարդիկ։ Մեր անվտանգությունը եղել է զենքեր, որոնք չեն կարող մրցակցել 21-րդ դարում, եղել են անվտանգության համակարգեր, որոնք չեն կարող մրցունակ լինել, ասենք, չգիտեմ, կանսերվի բանկաների մասին շատ եք լսել։ Բանակում կոռուպցիա, օրինակ առանց վառելիքի զինտեխնիկա եւ այլն։ Այսինքն այս մարդիկ խոսում են այս անվտանգության մասին եւ եկեք թվերը նայենք, ուղղակի թվերը նայենք, տեսնենք մինչեւ 18 թվականը ռազմական բյուջեն մեր ինչքան է եղել եւ նայենք, ասենք մինչեւ եկեք անգամ չեմ ասում էլի պատերազմից հետո, որտեվ շատ ավելի ակնհայտ եղել տարբերությունը, բայց նայեք այն 2 տարվա, հա, ռազմական բյուջեն մեր, տեսեք ինչ ուշադրություն է դարձվել անվտանգային համակարգին եւ անգամ հա այսօր մեր սպառազինությունների եւ այլնի հետ կապված բողոքում է օրինակ մեր թշնամի երկիրը ասելով, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, որովհետև այսպես զինվում է, այսպես բաներ է ներդնում իր համակարգ եւ այս դեպքում ասել, որ մենք եկել ենք քանդել ենք, հա, քանդել ենք կանսերվի բանկաները, քանդել ենք, հանել ենք, դրել ենք ժամանակակից համակարգ։ Օրինակ այն ցեխոտ խրամատները, նկարներ էլ կար։ Այս վերջերս ինձ բաներ հիշողություններ բերել Facebook-ը, որ X տարիներ առաջ, շատ տարիներ առաջվա ինչ որ պոստեր, որ զինվորի նկար է, որ տենց խրամատում սառած, սառցակալած կանգնած է եւ տենց հպարտում որ մեր զինվորը այս պայմաններում կանգնած է, դա հպարտանալու բան չէր ախր։ Եվ հիմա ես չեմ խոսում դրա մասին, թող օրինակ ընդդիմադիր Հայաստան դաշինքի падգամավորները, որոնք գիտեն ինչպիսին է մեր խրամատը եւ այլն, թող հիմա իրենք խոսեն, ինչպիսի տարբերություն կա մեր անվտանգային համակարգի եւ Ռոբերտ Քոչյանի կամ Սերժ Սարգսյանի ստեղծած անվտանգային համակարգի մասին։ Սա ինչ վերաբերում է անվտանգային համակարգին։ Անվտանգային համակարգը այն համակարգն է, որի մասին, ձեռքբերումների մասին պետք է աշխատես քիչ խոսալ, սա էլ է կարևոր։ Դուք զենքերից խոսեցիք, ասացիք, որ զենքեր են բերել, որոնք 21-րդ դարում արդիական չեն։ Նույն Քոչարյանն ասում է, դուք զենքերի մի մասը բերում եք Ինդիայից, մի մասը բերում եք իր բառերով ասեմ, մի մասը բերում եք Ֆրանսիայից։ Ինչպես եք օգտագործելու այդ զենքերը նախ, եւ հետո ասում է պատերազմն էլ ցույց տվեց, որ 60, 70, 80-ական թվականների զենքերը ավելի արդյունավետ են։ Ձեզ նաեւ դրանում է մեղադրում։ Արդյունավետ են ինչ անելու համար, եթե պոպոկ ջարդելու շատ լավ, այս ասենք բանը քարնել է հարմար դրա համար։ Դա ուղղակի ծիծաղալի է, դրան չեմ ուզում լուրջ պետք չի բանանել, արձագանքել։ Ինչպես ենք օգտագործելու զենքերը եւ այլն, եթե պարոն Քոչյանը իրականում անհանգստանում է եւ մտահոգվում է, ես էլի եմ ասում, ազգային ժողովում կա պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողով, որի մեջ նաև կան Հայաստան դաշինքի падգամավոր, իր դաշնակցական падգամավորները եւ կարող է իրենցից հարցնել, ես չեմ ուզում դրա մասին խոսել, կարող է իրենցից հարցնել, իրենք գոնե գիտեն ինչպես ենք օգտագործելու, ինչ ենք, իսկ ինչու ենք իր ասած Ինդիայից կամ այլ տեղերից, ոչ Ռուսաստանից, եկեք այսպես ասենք, զենք ձեռք բերում, որովհետեւ մենք զենքը գումարը տալիս ենք, զենքը մեզ չի հասնում։ Երբ որ հնարավորություն լիներ, հա, մենք ստիպված գնացել ենք այլ քայլերով եւ նաեւ այդ ստիպվածից հետո էլ երկրորդ մասն էլ այն է, որ այո, մենք մեր անվտանգային եւ բոլոր առումներով մեր քաղաքականությունը այն է, որ դիվերսիֆիկացնենք եւ այդ թվում մեր անվտանգային քաղաքականությունը եւ մի կետից կախվածությունը փոխարինենք
շատերից կախվածության եւ իհարկե պետության շահը միանշանակ հաշվի առնելով ոչ թե այսպես գերու կամ ստրուկի կարգավիճակով 44-օրյա պատերազմը ասում է, որ դուք եք հրահրել օրվա իշխանությունը իր հայտարարություններով ու նաև Ռուսաստանին որպես միջնորդ Ռուսաստանի տակից աթոռը հանելով։ Տեսեք, տենց բան ասելը դա դավաճանություն է իրականում։ Այսինքն ասել, որ 44-օրյա պատերազմի մեղավորը հայկական կողմն է։ Հələ մի հատ վերանանք անուններից Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, չգիտեմ, Սերժ Սարգսյան, եկեք անուններից վերանանք։ Դու հայտարարում ես լինելով երկրորդ նախագահը երկրի, դու հայտարարում ես, որ 44 օրյա այս աղետալի պատերազմի մեղավորը Ադրբեջանը չէ, այլ հայկական կողմն է։ Դա նորմալ է, դա ինչ որ ցանկացած հայ թող իրան հարց տա։ Նորմալ է, որ իր երկրի ոչ վերջին պաշտոնյան, ամենակարևոր պաշտոնյաներից մեկը, ով իր կոչումով նախագահ է, չէ, ի վերջո, երկրորդ նախագահն է հանրապետության, հայտարարում է, որ պատերազմի հրահրողը եւ մեղավորը հայկական կողմն է։ Սա պետք է ամեն օր այդ մարդկանց ճակատին ասել, որ դուք այդ քաղաքական ուժն եք, խոսողները հայրենասիրությունից բարձր գոռացողները, հա, տարբեր պոպուլիստական նախագծեր բերողները, որ մենք հայրենասիր ենք, իրանք ամենաառաջին դավաճանն են իրենց պետության։ Ես այսքանը կարող եմ ասել։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի տակից ինչ որ աթոռ քաշել, մենք ոչ մեկին այդ մեկ աթոռը չենք տալիս մեր երկրում որոշումներ կայացնելու։ Մենք ինչպես մեր նաև փորձառությունը ցույց տվեց, ուղիղ բանակցությունների ընթացքում ունենում ենք ավելի հայանպաստ որոշումներ մեր երկրի համար, իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ սերտ համագործակցություն, կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները եւ դրա զարգացման ուղղությամբ նաեւ քայլեր ենք ձեռնարկում, այնպես ինչպես եվրոպական ցանկացած երկրի, այնպես ինչպես, չգիտեմ, այլ մարտհամակում գտնվող երկրների հետ, այնքանով որքանով Տիկին Հակոբյան, Քոչարյանը էլի մտահոգություններ ունի, այ ասում են, որ տարածաշրջանում դուք կամ գործոն ես, կամ մենյուում ես։ Հիմա եթե մենք բանակցային սեղանի շուրջ չենք, ուրեմն մենյուում ենք, նաև Քոչարյանը վտանգներ է տեսնում, որ այսօր Ադրբեջանը օգտվելով իրավիճակից, աշխարհաքաղաքական իրավիճակից, կարող է հարձակվել իրեն բարերով եթե ասեմ, Սյունիքը ու Սևանի մի մասը գրավել, Սյունիքը եւ Սևանի մի մասը այսօր վտանգված են։ Ըստ ձեզ արդարացի են այս պնդումները։ Մի քիչ առաջ ցիտում էիք Քոչարյանին, որ ասում էր աթոռը քաշել եք ինչ որ երկրի տակից։ Մենք այդ աթոռի վրա ենք նստել, որովհետեւ որպեսզի չլինենք այդ աթոռի կողքի սեղանի վրա իբրև մենյուում ինչ որ կետ, այլ լինենք աթոռին նստած, որովհետև այդ աթոռները շատ չեն այդ իրավիճակում, հա, եւ պետք է կամ դու նստես, կամ ուրիշը նստի։ Հիմա մենք այդ աթոռի վրա նստած բանակցում ենք մեր շահերի համար, ոչ թե սեղանի վրա ենք, ինչ վերաբերում է Քոչարյանի այդ դիտարկմանը։ Ինչ վերաբերում է, որ Մեղրին, Գեղարքունիքի մարզից հատվածներ եւ այլն վտանգված են, ես ձեզ ասեմ, որ ամբողջ Հայաստանն է վտանգված մեծ հաշվով, որովհետեւ օրինակ Սոտքից մինչեւ Երևանի կենտրոն մեծ հարձակման դեպքում ընդհանրապես ժամերի հարց է, հա, Երևանի կենտրոնը։ Ամբողջ Հայաստանն է վտանգված, ամբողջ պետականությունն է վտանգված, բայց մենք գտել ենք այն հնարավորությունը, որպեսզի մեր անվտանգությունը ապահովենք, մեր պետականության շարունակականությունը ապահովենք եւ լինենք հիրավի ազատ, անկախ, ինքնիշխան պետականություն ունեցող երկիր եւ դրա համար շատ կարեւոր է ցանկացած դերակատարի տակից աթոռը հանել եւ նստել քեզ հատկացված աթոռի վրա եւ որոշումներ կայացնել քո երկրի համար, որովհետեւ ամեն աթոռի վրա նստող ունի իր շահերը եւ ըստ այդմ է մտնում ցանկացած թեմայի քննարկման մեջ։ Օրվա իշխանության օրակարգը եւ կարեւոր անելիքները որոնք հիմա առաջնահերթություն են ձեզ համար։ Որպեսզի շատ երկար չխոսեմ, որովհետև շատ առաջնահերթություններ կան, կարող ենք կրթության ոլորտում առաջնահերթություն ասենք, կարող ենք տնտեսական ոլորտում առաջնահերթություն ասենք, մշակութային ոլորտում ցանկացած առաջնահերթություններ մենք ունենք եւ ծրագրեր ունենք մեր առաջնահերթությունների համար։ Բայց եթե կարճ գտնվեմ, մեր առաջնահերթությունը մեր սուվերենության պահպանումն է, մեր երկրում մեր հարևանների հետ խաղաղ
գոյատևումն է, համագործակցությունն է հնարավորության դեպքում, ապագայում բաց սահմաններ ունենալու եւ խաղաղ ապրելու եւ զարգանալու համար մեր երկրում, մեր պետականության, մեր դրոշի, մեր զինանշանի ներքո։ Սա է մեր առաջնահերթությունը եւ մեր մնացած բոլոր քաղաքականությունները, կլինի մշակութային, կլինի կրթական, թե տնտեսական, թե ինչ, բխում են այս ամենակարևոր առաջնահերթությունից։ Եվ կարող ենք ենթադրել, որ այս մեղադրանքների շարքը շարունակվելու է, հաշվի առնելով նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Դե դրանք շարունակվում է, ակնհայտ է, որ շարունակվելու է, բայց թող շարունակվի։ Այսինքն օրակարգը դավաճան, հողատու, կապիտուլյան։ Դե եթե դու չունես օրակարգ, ասենք ես մեր չեմ պետականությունը պատկերացնում եմ ոչ թե այդպես սուվերենության ներքո, այլ ես պատկերացնում եմ համամիութենական պետության, օրինակ եթե գան անկեղծ էլի գան ասեն, գիտեք, մենք տեսնում ենք մեր երկիրը միութենական, ինչ որ հզոր, ռուս-բելարուսական միության շրջանակում, ասենք դա օրակարգ է, չէ՞, վատն է, լավն է, դա օրակարգ է։ Իրանք չեն ասում, չէ՞, սրա մասին։ Իրենց գաղտնի ցանկությունները մի կողմ դեր, չեն ասում սրա մասին։ Իրանք չեն գալիս ասում, որ մենք նպատակ ունենք գրավել Արցախը։ Գալիս են տենց բան ասել են, երբևէ լսել եք տենց բան։ Էլի իրանց ցանկությունները կամ այն քողարկված այդ մեսիջները, որը բոլոր հայերն էլ, բոլոր երկրների քաղաքացիները ուզում են, որ իրենց երկիրը լինի անսահման մեծ, հզոր, շատ մեծ, բայց բոլորը կան խաղի կանոններ, բոլորը ունեն իրենց ուրեմն 40 մետրով իրենց երկիր, իրենց սահմանները եւ վերջ։ Դու չես գնալու գրավես, բան դրոշը դնես, ասես սա արդեն իմ երկիրն է։ Հիմա իրանք քողարկված նման բաներ են ասում քաղաքացիներին։ Եվ իրենց օրակարգը դա չի, իրանք չեն ասում, մենք, մեր ծրագիրն է, որպեսզի մենք գրավենք Արևմտյան Հայաստանը, օրինակ, մենք գրավենք եւ միացնենք Հայաստանին Լեռնային Ղարաբաղ, չեն ասում նման բան։ Սա օրակարգ է, վատն է, լավն է, օրակարգ է, ինչպես նախկին ասած օրակարգ։ Եվ քանի որ դու չունես օրակարգ, դու պետքա սկսես մանիպուլատիվ ինչ-որ բաներ ասես, որը հաճո կլինի լայն հանրությանը, հա։ Լավ բաներ ես ասում ես ցեղասպանության ուրացողները դավաճաններ են, ով է ցեղասպանություն ուրացել, մի հատ ուղիղ ասեք, ով է ցեղասպանություն ուրացել, չկա օրակարգ, ուղղակի բոլորին հաճելի է, եւ հետո երբ որ լրագրողները իրենց գումարներից սնվող գնում են եւ քաղաքացուն ասում են երբևէ կպատկերացնեիք, որ երկրի ղեկավարությունը կուրանա ցեղասպանությունը, ինքը սարքում է դա բան ճշմարտությունության նման բան, ու դա հենց կերակրում են հասարակությանը։ Եվ ոչ մեկ հավես չունի այդքան, ոչ էլ շատերը հմտություն գնալու ու տեսնելու իրական տենց բան կա, թե չէ։ Ասում են, եթե տելևիզորով տենց բան են ասում, չէ, տենց ավելի ավակ սերնդի ներկայացուցիչները, վերջ, ուրեմն դա իսկական է։ Եթե տենց բան գրած է, ուրեմն դա իսկական է եւ վերջ։ Ոչ բոլորն են մեդիագրագետ ցավոք մեր երկրում։ Եվ այս միջոցով տենց ինչ որ լավ բաներ են փորձում ասել եւ վերջ, ասենք իրանցով գնալ բան Արցախ բան, այս օրակարգերն է, բայց ավելի գիտակից մասն հասկանում է, դա դատարկ օրակարգերի մասին է խոսում, օրակարգ չունեմ, դե տենց բաներ ասեն, այդքան բան։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում օրակարգ թելադրող միակ քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրն է եւ դրա մասին ասում են նաեւ ընդդիմադիր գործիչները, եթե լսեք նրանց հանրային խոսքը։